Ինչ հոդվածով են Գարեգին երկրորդին ուզում դատել։ Եթե Աստծո դեմ հոգևոր դաշտում մեղք է գործել, պետք է հոգևոր ատյանների եւ Աստծո դեմ պատասխան տա, սա ընդհանրապես այլ ոլորտ է։ Այո, օրենքի առջև բոլորը հավասար են, սկսած երկրի ղեկավարից մինչև շարքային քաղաքացի, այդ թվում նաև հոգևորականները, բայց գոյություն ունի հանցանքի բարդություն, մեծություն եւ լրջություն։ Եթե Գարեգին երկրորդին են դատում, միգուցե Գարեգին երկրորդն է 5000 հայ տղայի տվել թուրքի բերան, ադրբեջանցիների ոտքերի տակ մատաղարել, գիտակցաբար տարել սպանդի, հետո լկտիաբար խոստովանել, որ կարող էր այդ պատերազմը կանխել, բայց չի կանխել։ 5000 հայ գիտակցաբար սպանդի տանելը որ հոդվածով պետք է դատել։ Միգուցե Գարեգին երկրորդն է ադրբեջանական զորքերին բերել Հայաստանի սուվերեն տարածքում տեղավորել։ Եվ այդ շրջաններում բնակվող յուրաքանչյուր հայ ամենօրյա պայմաններում գտնվում է ուղիղ թիրախի տակ, ադրբեջանցիների ուղիղ թիրախի տակ։ Եվ չի կարողանում բանակցել իր եղբայր եւ բարեկամ Իլհամի եւ Էրդողանի հետ, որ այդ զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից հանեն։ Սա որ հոդվածն է։ Միգուցե Գարեգին երկրորդի ստորագրությունն է այն թղթի տակ, որտեղ Ադրբեջանի կազմի մեջ է ճանաչել Արցախը։ Ով է վերջնական ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմի տակ։ Յուրաքանչյուր հայ, որ չցանկանար այդ բանը ստորագրել, ինքնասպան կլիներ, բայց չէ ստորագրի։ Ինքն իր ձեռքը կկտրեր, բայց չէ ստորագրի, եթե ինքը ազգի դավաճան չէր, եթե հայրենիքի դավաճան չէր։ Ում ուզում եք մեղադրեք, այդ թղթի տակ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է դրված։ Ինչ հոդվածով պետք է դատել։ Ով է Գարեգին երկրորդն է ասում թուրքերին, ինչ եք ուզում, թուրան եք ուզում, խնդրեմ եկեք վերցրեք, ինչ կարող եմ ձեզ տալ։ Ճանապարհ եք ուզում, մեր երկրի մի մասն եք ուզում, ձեր թուրանի ծրագիրը իրագործելու համար ինչով կարող եմ նպաստել։ Եկեք նպաստենք։ Ու դարձնում Հայաստանն ու հային այդ թուրքերի ոտած տակի, ասենք, ճանապարհ, էլի, ասենք, որ մեր վրով գնան գան թուրքերը։ Մի օր էլ զարթնենք այն պայմաններում, որ թուրանի մեջ ենք արդեն գտնվում։ Կազմի մեջ ենք գտնվում։ Սա էլ է Գարեգին երկրորդը արել։ Որ սկսեք ձեր շեֆի ու ձեր քեմալիստական կուսակցության անդամներին դատել, դուք Գարեգին երկրորդի մեղքերին ու հանցանքներին դժվար հասնեք։ Երեք այս քեմալիստական կուսակցության բաժիներից մեկը ելույթ ա ունենում, ասենց սև ձեռնոցներ էլ հագել ա, ասենք, չգիտեմ, այս ինչ կերպարի մեջ ա, ասում են, որ դա աշխատել ա կիսաբաց լուսամուտների սցենարիստ, հիմա երևի դեռ չի հասկացել, որ կիսաբաց լուսամուտներից տեղափոխվել ա ազգային ժողով։ Ու ելույթ ա ունենում, մեղադրում ա Գարեգին երկրորդին, ասում ա, ինչու չի դատապարտել Ռուսաստանին, որ 120,000 հայ մատնված էին սովի։ Չէ՞, ասում Արցախում, ասում ա Լեռնային Ղարաբաղում։ Իսկ դուք դատապարտել եք այդ քեմալիստներ։ Ում եք դատապարտել։ Ռուսներին եք դատապարտել, ադրբեջանցիներին եք դատապարտել, թուրքերին եք դատապարտել։ Բոլորի դեմ այսպես կուզներդ կզացրած, գլուխներդ կախ, շանթուլի նման, ձեր շեֆը գնում է Ռուսաստան, Վլադիմիրի առջև կզած, գալիս է Հայաստան, դուխավորվում է։ Ասում է, ես պետքա Կտրիչ Ներսիսյան ասեմ Գարեգին երկրորդին։ Ասա, ես էլ քո շեֆին պետք է ասեմ թուրքի փալաս, թուրք, որովհետև այդպեսին կա, դուք էլ քեմալիստների կուսակցություն եք, որովհետև այդպեսին էլ կա, թուրքի շահերը թուրքից ավելի լավ եք պաշտպանում Հայաստանում, պետք է ասեմ շուլեր, ստախոս խափեփա, կեղծարար, աֆերիստ, որովհետև ձեր շեֆը այդպեսին էլ կա, դուք էլ իրա հետ մեկտեղ, ես էլ այդ պետք է ասեմ միշտ։